Օրհնյալ ամենքիս Փառք Տիրոջը, Փառք Հիսուս Քրիստոսին, մեր Տիրոջը, մեր ապավենին, այն Աստծուն, որ ամեն անգամ մեզ արթնացնում, օրհնում եւ առաջնորդում է Փառք Հիսուսին։ Ամեն ինչի համար գոհացիր Աստծուց։ Թեկուզ եւ դժվարին ժամանակներ, եթե ունենում ես գոհացիր, ասա Տեր, ես հավատում եմ, որ գալու է անեն ժամանակ, որ ես մեծ օրհնություն եմ ունենալ։ Ապաշխարելու եմ եւ ապաշխարելու եմ իմ տունը։ Եվ մեծ արթնություն անունենալու Հայաստան աշխարհս, ուզում եմ հավատքով ասես, որ ապաշխարություն անունենալու ողջ Հայաստան աշխարհը։ Այսօր առավոտյան այդ աղոթքն է անում, ասում եմ Տեր, ուզում եմ ապաշխարի իմ տունը, եւ Սուրբ Հոգին ասեց, ոչ միայն դու, ոչ միայն քո տուն, այլ նաեւ Հայաստան աշխարհը։ Փառք Տիրոջը, սրա համար եկեք գովենք եւ օրհնենք Տիրոջը, որ Տերը չի մոռացել եւ ամեն անգամ իր զավակներին հիշեցնում է, որ մեծ արթնություն ունի մեզ համար։ Եթե պահել ամիջև այսօր Տերը պահելու է եւ օրհնելու է, հավատացեք։ Եկեք հավատքի աչքերով նայենք այս ամեն ինչին եւ հավատանք, որ Տերը դեռ շատ բան ունի անելու։ Ինչպես քույրս ասեց, պարտաճանաչ լինենք մեր ընթացքների մեջ։ Եվ երկրորդ Թագավորաց 22:50 ասում է. սրա համար Տեր քեզ պիտի գովեմ ազգերի մեջ եւ քո անվանը Սաղմոսներ պիտի ասեմ, ասա Սաղմոսներ։ Սաղմոս 52:9 ասում է. ես պիտի գովեմ Հավիտյան, որ դու արեցիր այս ամենը եւ պիտի ապավեն ասեմ քեզ, որովհետեւ բարի է քո սուրբ անվան։ Նրա սուրբ անվանը փառք ամեն անգամ երկիր։ Սաղմոս 69:30 ես երկով պիտի գովեմ Աստծո անունը եւ գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։ Կարող ես փառաբանելու երկրպագել նրան, Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը, երկիր, օրհնի նրան։ Եվ մի հրաշալի Սաղմոս 145:2 ասում է. ամեն օր պիտի օրհնեմ քեզ, քո անվանը պիտի գովերգեմ եւ հավիտենից ասեմ քեզ փառք։ Փառք տուր Տիրոջը, փառք ու երկի նրան։ Գովաբանիր, այո, ասա ամեն օր ես ուզում եմ գովաբանել, ուզում եմ օրհնել քեզ։ Քո անունը փառք բարձրացնել Տեր։ Այս հրաշալի երկն է ասում է, որ եկել եմ հոգսերս վերցնես Տեր։ Արտասվող աչքերս չորացնես։ Այսօր եթե տխրություն ունես, եթե դժվարություն ունես, հանձնվիր Աստծուն, ասա Տեր, եկել եմ, որ հոգսերս վերցնես, որ իմ խնդիրները, իմ խնդիրները վերցնես Տեր եւ քո քաղցր լուծը տաս Տեր։ Եվ իմ ընկած իրավիճակի մեջ Տեր դու բարձրացնես։ Միևնույն է Տեր, ես գովելու եմ քո անունը Տեր։ Միևնույն է Տեր, ես հավատացած եմ, որ Տեր դու ինձ պիտի բարձրացնես այս ունային իրավիճակներից Տեր եւ քայլեցնես քո ճանապարհներով Տեր, որովհետեւ ես քեզ ընտրել եմ Տեր, իմ ապավեն, իմ զորություն Տեր։ Եվ այո, ինչպես 91 Սաղմոսն ասում է, իմ բնակարանին ոչ մի բան չի հասնի եւ իմ ոտքը քարին չի դեպցնի, որտեւ դու հրամայել ես քո օրհնյալներին, որ ինձ պահես ու պահպանես։ Ուստի ես գովերգելու եմ անունդ ու երկրպագելու եմ քեզ եւ փառքը բարձրացնել քեզ։ Ամեն։ Եկել եմ հոգսերս վերցրու, արտասվող աչքերս չորացրու, ընկացիս քո խաչին մոտեցրու, մեռացեմ նոր կյանքով ապրեցրու, խոստումիդ համաձայն քեզ եկա, սուրբ խաչի թովանու տակ մտա,
հետագա ապագա չկա Տեր, առանց քեզ Տեր ոչ մի բան չկա Հայր։ Արյունը ծողեցրու նորոխիր հոգին իմ զորացրու մեղքերս ինձանից հեռացրու ու ինձ քո ներկայությամբ լցրու
այստեղ ես, առաջնորդում ես մեզ, Տեր։ Մենք փառք ենք տալիս քեզ, շնորհակալություն ենք հայտնում քեզ, փառավորվիր մեր մեջ, Տեր։ Օ Սուրբ Հոգի, մենք պատվում ենք քո ներկայությունը և երգում ենք։ Ալելույա, Տեր քեզ, Հալելույա, փառք հավիտյան քեզ, Տեր, փառք հավիտյան մեր Աստծո։ Սուրբ Հոգի, հպիր դու հոգուս քո ջերմությամբ, Սուրբ Հոգի, լուսավորիր միտքս կյանքին ճողով, և լցում դու իմ սիրտը անում բարությամբ, հագեցրու ինձ կյանքի աղբյուրի ջրով, փառք քեզ, փառք հավիտյան այդ Սուրբ Հոգուդ համար, փառք քեզ, փառք հավիտյան այդ Սուրբ
քո փառքի մասին, քո գեղեցկության մասին։ Պիտի երգենք եւ երկրպագենք ես եւ ասենք Տեր ինչ գեղեցիկ ես, ինչ հրաշալի ես, ինչ զորավոր ես եւ արժան ես առնելու ամեն փառքն ու պատիվը Տեր։ Տեր քո փայլը երբեք չի մարի, քո փառքը երբեք չի խամրի։ Եվ Տեր ուզում ենք երգենք քո փառքի քո սրբության մասին եւ ասենք ինչ փառավոր ես դու Տեր, ինչ մեծ ես դու Տեր։ Պիտի գովենք քո մեծ անունը Տեր ժողովուրդների մեջ, պիտի գովենք քո մեծ անունը Տեր ազգերի մեջ եւ պիտի խոսենք քո գործերի մասին, քո զորավոր գործերի մասին։ Պիտի երգենք ես Տեր, պիտի մեծարենք ես Տեր եւ պիտի մեր հոգու երգը բարձրացնենք դեպի վեր, մեր սրտի փառաբանությունը պիտի բարձրացնենք դեպի վեր եւ ասենք մեծ է մեր Աստվածը, սքանչելի է մեր Աստվածը, զորավոր է մեր Աստվածը։ Տեր ինչ գեղեցիկ ես եւ հրաշալի, փառավորում ենք քեզ։ Տեր ինչ հիանալի ես,
բարձրացնեն այս երկերը քեզ, այս երկրպագությունը քեզ Տեր, այս կենթանի խնկարկությունը դեպի քեզ Հայր։ Այս ունանքանքում Տեր, մենք միայն քեզ ունենք Տեր, եւ մեր հոգին հանգիստ չի Տեր, մեր հոգին հանգիստ չի, որովհետեւ Տեր դժվարություն կա, ողջ եւ խնդիր կա Հայր, բայց մենք այսօր եկել ենք, որ հանձնենք քեզ Տեր, մենք մեր մութ իրավիճակները, Տեր, դժվարության իրավիճակները եկել ենք մեր բեռները դնելու քո ոտքերի առաջ, Տեր, մենք ուզում ենք խոնարհվենք, որ դու մեզ բարձրացնես, Տեր, մենք ուզում ենք ցածրանանք, Տեր, դու որ բարձրանաս, Հայր, Տեր, երգում ենք քեզ, Տեր, այո, բայց առանց Աստծո այս կանգն ունային է, եւ արևը խավար է առանց Աստծո, այնպես որ հանձնվիր Աստծո, Տիրոջի երկին ու երկրպագին ասա, Տեր, ես ամեն անգամ ուզում եմ Տեր լինել քո խոսքի մեջ, Տեր, քո օրհնության մեջ, Տեր, քո պաշտպանության եւ պահպանության մեջ, Տեր, ուզում եմ լինել քո արյան ծածկոցի տակ, Տեր, որտեղ քո արյան ծածկոցի տակ մեծ ապահովություն կա, Տեր, ես ու ամեն մեկին, Տեր, ահա մենք, ահա քո եղբայրներս, Տեր, ահա քո որդիները, Տեր, այսօր եկել ենք լցվելու, այսօր եկել ենք փոխվելու, ապաշխարելու, օրհնվելու, Տեր, լցվելու քո սիրով, Տեր, ուզում ենք, որ Սուրբ Հոգու մեծ զորությունը հիմա իշխի այս վայրում, ուզում ենք, որ Սուրբ Հոգին նորովի թամ յուղվոցի ամեն մեկից եւ թամ շնչով լցնի, բարքերը քեզ, Տեր, պատրաստիր մեր հոգիները, Տեր, պատրաստիր մեր հոգիները, Տեր, հետագա քո ընթացքներին, պատրաստիր քո խոսքը լսելուն, Հայր, որպեսզի օծվենք եւ լցվենք եւ մեծ օրհնությամբ, Տեր, սորանանք, Հայր, քո անունը փառավոր լինի, Տեր, բարքերը քեզ, մեր Աստված, աշխարհի երկերնից հարազատ չէ Մուջամփեն միշտ խորթ է ինձ համար Բայց առանց Աստծո այս կյանքն այն է Եվ արևն անգամ ինքս մատան Աշխարհում Աստված հոգիս ծառայ
Աննման քո փառքն է ինձ կերում Դու գիտես որ սիրտը քեզ սպասում է Քո երկյուն է միշտ իմ խորքերում Դու գալիս ու սիրտը իմ լցնում ես Աննման քո փառքն է ինձ կերում Արևի պես դու գալիս մրվում ես Շողերով քո կյանք ես պարգևում Խնդությամբ նորից դու ինձ լցնում ես Ճանաչել տալիս քո սերն անում Բայց առանց ասո այս կյանքն ունայն է Այո կյանքն ունայն է առանց ասո Եվ արևն անգամ ես պատրամ Աշխարհում խավար ու տարապանք է Երկնքում է կանց ամենաթան Ասա բայց առանց ասո կյանքն ունայն է Երկիր մեզ կյանքն ունայն է Եվ արևն անգամ ես պատրամ Աշխարհում խավար ու տարապանք է Երկնքում է կանց ամենաթան Երկնքում է կանց ամենաթան Երկնքում է կանց ամենաթան Ուզում եմ միասին ասենք Բայց առանց ասո այս կյանք ունայն է Եվ արևն անգամ ինքերս պատրամ Աշխարհում խավար ու տարապանք է Երկնքում է կանց ամենաթան Բայց առանց ասո այս կյանքն ունայն է Եվ արևն անգամ ինքերս պատրամ Աշխարհում խավար ու տարապանք է Երկնքում է կանց ամենաթան Աշխարհում խավար ու տարապանք է Երկնքում է կանց ամենաթան Երկնքում կանց ամենաթան Ասա երկնքում է կանց ամենաթան Պիտի օրհնեմ, գովերքեմ, երկրպագեմ, փառաբանեմ, մեծարեմ Թող փառք լինի Կարող ես ավելի բարձր ծափարել Տիրոջը Եվ ողջ փառքը բարձրացնել Հորը որդուն և Սուրբ Հոգուն Հալելույա Ամեն և ամեն Տիրոջը Կարող եք մի հատ Տիրոջը օրհնել իրեն հրաշալի ծառաների համար Ասենք փառք ես քո ծառաների համար Եվ սրտի խորքից օրհնենք իրանց Լինեք օրհնված թանկագիններս Աստված ձեզ շատ օրհնի Թանկագին Աստծո ժողովուրդ Մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին Եվ Աստված մեզ իշխանություն եւ իրավունք է տվել Իմացեք մեր ոսող թշնամին սատանան ինչ է ուզում անի որ մեր մտքերը խավարեցնի
կամ մեր մտքերը տանի հոգսերի խնդիրների վրա, որպեսզի ես ու դու Աստծո խոսք չլսենք։ Բայց հենց հիմա Հիսուսի անունով դու կարող ես բոլոր մտքերը գերի վերցնել։ Եվ կողքինիդ օրհնելով ասա, ես պիտի լսեմ։ Որովհետև Աստված քեզ համար խոսք ունի, ինչպես կփափագես։ Ես գիտեմ ինձ համար խոսք ունի, ես փափագով եմ եկել, ասել եմ Տեր, այսօր եղբորս բերանով դու ինձ հետ խոսի։ Հավատա քեզ համար էլ ունի, միայն ինձ համար չունի։ Եվ փառք Տիրոջը մեր բոլոր եղբայրների համար, ժողովուրդ ջան, ամեն անգամ ասում եմ, ես շատ ուրախ եմ եւ քաջալերվում եմ, որ մեր կողքը ունենք հրաշալի եղբայրներ, հրաշալի Աստծո ծառաներ, որ մեզ կարող են ամեն իրավիճակի մեջ մեր կողքը կանգնել եւ այդպես էլ կա։ Այսօր մեզ պիտի ծառայի Արտյոմ Ղումաշյանը Վանաձորի եկեղեցու ավակ հովիվ, թանկագիններս։ Եվ գիտենք ինքը հրաշալի միշտ խոսք ունի։ Տերը օրհնի Արտյոմ եղբայր ջան։ Տերը օրհնի ձեզ, թանկագիններ, ինձ համար է միշտ մեծ ուրախություն է, երբ որ այցելում եմ ձեզ, ունկնդիրը եւ մասնակիցն եմ լինում ձեր հիասքանչ երկրպագության, իրոք երանի թե չվերջանար, այնքան անուշ ցեր Տիրոջ ներկայություն կար, այնքան շատ խոսքեր կային այդ երկերի մեջ, որ հավերժ կարելի է խորհել, մտածել եւ փառաբանել երկրպագել Տիրոջը։ Ես կարծես թե ուզում եմ շարունակել այդ վերջին երկի կոնտեքստը, եթե այսպես կարելի է ասել, իրոք մենք մեր ամենաթանկ գանձը երկնքում է, նաեւ մեր մեջ է, մեր կողքն է, եւ մենք ամեն օր, եթե ուզում ենք, տեսնում ենք նրա գործերը մեր կյանքի մեջ, մեր ընթացքի մեջ, եթե ուզում ենք, բայց ինչքան կարևոր կլինի, որ իրոք ամեն օր մենք տեսնենք նրա գործերը, վայելենք նրա ներկայությունը, մտնենք նրա հետ ամենահետաքրքիր կյանքի ընթացքի մեջ։ Աստված ամեն մեկիս համար ունի հրաշալի ծրագիր կամք եւ իրոք երանելի են այն մարդիկ, ովքեր արձագանքում են, ովքեր ընդունում են եւ մտնում են այդ ճանապարհի մեջ։ Դա այնքան հիասքանչ է, այնքան հետաքրքիր է Տիրոջ հետ քայլելը։ Ես ուզում եմ մի փոքր ավելի ճիշտ մեր խոսքի ընթացքում խորհրդացենք Եբրայեցիս գրքի 10-րդ համարի 19-22 խոսքերի վերաբերյալ։ Եբրայեցիս գիրքը դա հիասքանչ, ֆենոմենալ գիրք է։ Նրանք ովքեր հաճախակի ունկնդրում են, հետևում են, տեսնում են, որ ինչքան գեղեցիկ է նկարագրված Քրիստոսի վեհությունը։ Մինչև հիմա իհարկե հայտնի չէ, թե ով է հեղինակը։ Ոմանք ասում են, որ Պողոս առաքյալն է, ոմանք Ապողոսը, բայց ես էլ կարծում եմ, որ Պողոս առաքյալն է այս գրքի հեղինակը, որովհետև հիասքանչ կերպով են նկարագրում եւ իրոք Աստծո հոգու այդ ներդաշնակությամբ ինչքան գեղեցիկ է նկարագրված Քրիստոսի ով լինելը։ Եվ հեղինակը փորձում է առաջին հերթին հրյա ունկնդիրներին ցույց տալ, թե ով է Քրիստոսը, ցույց տալ, որ նա հավիտենական քահանայապետն է, ցույց տալ, որ նա Աստծո որդին է, ցույց տալ, որ նա նոր ուխտի, նոր կտակարանի հիմնադիրն է, ցույց տալ, որ նա բարեխոս է, ցույց տալ, որ նա ճանապարհն է, որ ուղղորդեց, որ բացեց դեպի հայրը, դեպի այդ սրբության սրբոցը, ցույց տալ, որ այդ տաճարական արարողակարգի մարմնավորումն է հենց Տեր Հիսուս Քրիստոսը։
Եվ սկսվում է հետևյալ խոսքերով 10-րդ գլուխ 19-22 խոսքերը հետևաբար եղբայրներ համարձակությամբ մտնենք սրբարանը Հիսուսի արյամբ նոր եւ կենթանի ճանապարհով որ մեզ համար բացեց վարագույրի միջով որ իր մարմինն է եւ Աստծո տան վրա մեծ քահանա ունենալով մոտենանք ճշմարիտ սրտով հավատի կատարյալ վստահությամբ մեր սրտերը մաքրված չար խշմտանքից եւ մեր մարմինները լվացված մաքուր ջրով այստեղ կարծես երկու հարթություններ կան գրված մեկը Աստծո կողմից կատարվելիք գործառույթներն են եւ մյուսը ինչ է Աստված ակնկալում մարդուց որն է նաեւ մեր բաժինը որ երկինքը ակնկալում է մեզանից ամեն մեկից որ մենք էլ մեր կյանքում Աստծո օգնությամբ նրա շնորհով փորձենք իրագործել դա այն ինչ որ Աստվածայինն է ինչպես միշտ դա անթերի է դա կատարյալ կատարված է ավելին դրան անգամ չկա այդպիսի գնահատական որ մենք կարողանանք տալ այդ գնահատականը եւ հրյա ունկնդրի համար սա ցնցող էր 8-րդ գլուխը 9-րդ գլուխը 10-րդ գլուխը դուք ձեզ կհորդորեմ որ այսօր կարդաք ձեր տներում ժամանակի սղության պատճառով ես շատ չեմ ուզում շեղվել մեր հիմնական խոսքից այդտեղ նկարագրված է Քրիստոսի վեհությունը, նրա մեծությունը, այդ համեմատությունը, որ այն ամենը, ինչ որ մտած էր հրյաների սրտի կյանքի ներաշխարի մեջ գենետիկ մակարդակով հեղինակը փորձում է ցույց տալ, որ դա հենց ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տաճարը ինչ էր հրյայի համար։ Դա իրենց հպարտությունն էր։ Դա իրենց ինքնությունն էր։ Դա իրենց ամենն էր, ամեն ինչի մեջ, որովհետև եթե չկա տաճար, ամեն ինչ կասկածի տակ էր դրվում հրյա մարդու կյանքի մեջ, այդ հասարակության մեջ, դա միավորողն էր, դա իրենց որպես ազգության ամենակարևորագույն բնորոշումն էր, որովհետև իրանք տարբերվում էին հստակ խորանով կամ տաճարով հետագայում, որ Սողոմոնի օրոք կառուցվեց։ Եվ հեղինակը նկարագրում է, թե ով էր Քրիստոսը, ինչ գործ կատարեց նա։ Եվ ես ուզում եմ, որ մի քիչ ժամանակագրական էքսկուրսիա մենք ունենանք եւ հասկանանք ինչ էր ըստ էության կատարվում հարյուրամյակներ շարունակ։ Տաճարը ուներ ցանկապատ արտաքին գավիթ ուներ սրբություն կոչված հատվածը եւ ուներ սրբության սրբոց կոչված հատվածը որտեղ դրված էր տապանակը եւ ոսկե բուրվարը այդ սրբություն կոչված տարածքում դրված էր այդ հացի սեղանը եւ աշտանակը իսկ արտաքին գավիթում կար զոհաբերության այդ մեծ սեղանը եւ ավազանը, որի մեջ քահանաները լվացվում էին, որպեսզի հաջորդ վայրը մտնեն։ Եվ հրյա հասարակության մեջ կարելի ասել անգամ ջնջվել էր, որ երբևիցե իրենք պատիվ եւ իրավունք կունենան, որպեսզի հասնեն գոնե այդ սրբություն կոչված տեղը։ Ես չեմ ասում սրբության սրբոց, դա ընդհանրապես անհասանելի երազանք էր իրենց կյանքի մեջ։ Իրանք մաքսիմում կարող էին գալ այն վայրը, որտեղ զոհաբերություն էր կատարվում, մաքսիմում։ Եվ այդ զոհաբերությունը իրենց ամեն օր մի բան էր հիշեցնում, մեկ բան, որ իրենք մեղավոր են։ Որ իրենք մեղավոր են, այդ կրակը, որ գիշեր ու ցերեկ բարձանում էր, այդ զոհաբերությունները, այդ ծուխը, այդ հոտը իրանց մեկ բան էր հիշացնում, որ իրանք մեղավոր են։ Դա անվերջանալի մի հատ շղթա է, որ վերջ չունի, հարյուրամյակներ շարունակ նույն գործառույթը, նույն process-ը, նույն ծիսական արարողակարգը եւ
իրանք հասկանում են, որ իրենք մեղավոր են։ Հետագայում Մովսեսական օրենքը պարտադրում էր, որ ամեն հրյա տարին գոնե 3 անգամ պարտավոր է այցելել տաճարը։ Սա ինչ որ կերպ իրենց միասնությունը պահպանող մի հատ օրենք էր, որ գալիս էին, հաղորդակցվում էին միմյանց հետ, հիշում էին իրենց անցյալը, մի քիչ խոսում էին Աստծո մասին, կատարում էին իրենց այդ ծիսական բաժինը եւ նորից հետ էին գնում, բայց անգամ այդ մովսեսական օրենքի մեջ կային լուսավոր պատառիկներ, նրանք ովքեր որ ավելի ուշադիր էին, հասկանում էին մի բան, որ այդտեղ կատարվելիքը փոխանորդական զոհաբերություն էին։ Այսինքն իրենք չէին զոհաբերվում, իրենց փոխարեն զվարակ կամ հորթ էր զոհաբերվում, կամ գառ էր զոհաբերվում, եւ այդ փոխանորդությունը, որ իրենց փոխարեն ինչ որ մի բան էր զոհաբերվում, նրանք ովքեր ավելի ուշադիր էին, հասկանում էին, դա մի ծպտյալ, բայց նաեւ մի հատ լուսավոր կետ էր, որպեսզի հույսով եւ հավատքով ներշնչվեին, որ մի օր կգա այն մեկը, այն Աստծո որդին, ով կիրականացնի, այլևս պետք չի լինի խորուրդ, այլևս պետք չի լինի ծիսական, ինչ որ իրար հետևացող արարողակարգեր, այլ ամեն ինչ հստակ կլինի, պարզ կլինի։ Եվ ինչ էր անում քահանայապետը, տարին մեկ անգամ միայն նա իրավունք ուներ սկզբում իր անձի մաքրության համար հորթ էր զոհաբերվում, հետո խոյ էր զոհաբերվում ժողովրդի հանցանքի համար, հանցանքի զոհ, եւ ինքը այդ արյունը տանում էր եւ խավություն էր կոչվում այդ տապանակը ծածկող այդ կափարիչը, որի վրա քերովբենները իրենց թևերով փակում էին, եւ նա այդ արյունը տանում էր եւ քսում էր, եւ սա խորհուրդ էր, որ Աստված, եթե քահանայապետը չէր խփվում, ժողովուրդը սրտի տրոփյունով սպասում էր եւ երբ որ քահանայապետը դուրս էր գալի, նրանք հասկանում էին, որ Աստված այս տարի էլ ներեց իրենց, այս տարի էլ ընդունեց իրենց, բայց ոչ ավել, քան այսքանը թանկագիններ։ 12 ցեղախմբերից էր բաղկացած Իսրայելը, հրյաները, եւ միայն մեկ խումբ կար, միայն մեկ ցեղախումբ կար, ով իրավունք ուներ ծառայելու տաճարային այդ արարողակարգերի մեջ։ Դրանք ղևտացիներն էին։ Այն 11-ի մտքով անգամ չէր անցնի, որ իրանք ուղղակի իրավունք չունեն մտնեն այդ երկրորդ սրբարան կոչվող վայրը։ Էլ չեմ ասում սրբության սրբոցի հետ ընդհանրապես կապ չունեին իրանք, անգամ չէին էլ խորհում, բայց Տեր Հիսուս Քրիստոսը տեսեք ինչ արեց։ Ինքը բացեց այդ ճանապարհը։ Բացեց այդ ճանապարհը իր կյանքով, իր մահով, իր թափած արյունով ինքը բավարարեց հորը երկնքին համայն մարդկության համար, նաև հեթանոսների համար։ Բացեց այդ ճանապարհը եւ այս հեղինակը ցույց է տալիս, որպեսզի շարժի հրյաների նախանձը, որ եղբայրներ, այդ ճանապարհը բաց է, ինչով եք դուք զբաղվում։ Եվ մեզ համար հիասքանչ լուր է սա, որ այդ ճանապարհը բաց է։ Թանկագիններ, մենք կարող ենք հարմարվել մեր մեքենաների հետ, մեր տների հետ, մեր աշխատավայրի հետ, բայց երբեք սովորական պետք չի դառնա մեզ համար այդ ճանապարհը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսը բացեց իր կյանքի գնով, իր չարչարանքների գնով։ Դա մեզ համար սովորական բան պետքա չլինի։ Մենք չպետք է ասենք ասենք, թե Կիրակի օրակն մենք մի 2 ժամ էլ Տիրոջը հատկացնենք մեր շատ սեղմ, շատ զբաղված ժամանակից, դա անարգանք է թանկագիններ,
այդ ճանապարհը ոչ միայն Կիրակի է բաց, ամեն օր բաց է մեզ համար։ Եվ միայն այնտեղ մենք կարող ենք շնորհք եւ ողորմություն գտնել։ Այնտեղ կարող ենք կյանք գտնել, այնտեղ կարող ենք նորոգություն գտնել, կյանքի իմաստ գտնել, հաղթություն գտնել։ Եվ Աստված իր բաժինը իդեալական գերազանց կերպով կատարեց եւ նա ակնկալիք ունի մեզանից, ասում է, որ մտնենք ճշմարիտ սրտով, հավատքի կատարյալ վստահությունով այդ ճանապարհը։ Ուղիղ սրտով, ճշմարիտ սրտով մտնենք այդ ճանապարհը։ Սուրբ Գիրքը շատ խիստ է նկարագրում եւ իրական ինչպիսին է մարդու սիրտը։ Երեմիան ասում է. սիրտը ամեն բանից ավելի խաբեբայ է եւ կամավոր։ Այն ով կարող է հասկանալ։ Ես Տերս փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ եւ իր արարքների արդյունքի համեմատ։ Երեմիա 17:9-ում է գրված այս խոսքը։ Մենք տեսնում ենք, որ շատ դառը եւ իրական նկարագիր է տալիս երկինքը Աստված մարդկային սրտին, ամեն բանից ավելի խաբեբայ է։ Անկամ կենացային մակարդակում դուք ականատես եղած կլինեք, որ մարդիկ իրար կես կատակ, կես լուրջ ասում են բեռնինդ, լեզվինդ ինձ, սրտինդ քեզ, չէ, որովհետև բոլորն են հասկանում, որ այդ փակ մի հատ գոտի է, այդտեղ դու չգիտես ինչ է կատարվում, մարդը կարող է ժպտալ, կարող է շատ լավ խոսքեր ասել, բայց իրականությունը կարող է բոլորովին այլ մակարդակի վրա լինել։ Եվ Աստված շատ լավ իմանալով այս ամենը այսպիսի գնահատական է տալիս մարդու։ Ինչքան ցավալի նկարագիր է տալիս Երեմիան, ասելով, որ դու նրանց տնկեցիր եւ նրանք արմատավորվեցին, աճում են եւ բթխաբերում եւ հաջողվում։ Դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու նրանց սրտերից։ Ինչքան ցավալի միևնույն ժամանակ տեղին խոսքեր են թանկագիններ։ Աստված լսում է մարդկանց աղաղակը, աղոթքը, օրհնում է նրանց, թույլ է տալիս, որ արմատներ գցեն, հաջողվեն, բայց ասում է դու մոտ ես նրանց շուրթերին, նրանց բերաններին, բայց հեռու նրանց սրտերից։ Միթե սա իրականություն չի թանկագիններ։ Եթե շատ ուշադիր լինենք, կհասկանանք, որ սա իրական նկարագրիչն է մարդու։ Մենք բոլորս էլ սիրում ենք հատկապես երբ որ Աստված բավարարում է մեր կարիքները, լսում է մեր աղոթքը, աղերսանքը, հրաշք է կատարում մեր կյանքի մեջ, մեզ հանում է ինչ-որ դժվարություններից, մենք ոգևորվում ենք այդ ամեն ինչից և երբեմն մոռանում ենք տվողին, երբեմն ավելի շատ մեր հայացքը սևեռված է նրա ձեռքի մեջ, թե ինչ կա դրված, մեր ակնկալիքը ավելի շատ նրա ձեռքից է, քան նա է։ Աստված ուզում է, որ մենք շտկենք մեր սրտերը, մաքուր սիրտ ունենանք, որովհետև պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ինչ կատարեց նա մեզ համար, անհնարին բան, մենք երբեք ունակ չէինք լինի մտնելու և հաղորդակցվելու այդ օրհնյալ վայրի մեջ, երբեք, բայց նա կատարեց դա և նա ակնկալում է մեզանից պատշաճ արձագանք։ Մի հետաքրքիր իրադարձություն է նկարագրում Սուրբ Գիրքը
10 բորոտների վերաբերյալ 10 էլ բորոտ էին, 10 էլ նույն ճակատագիրն ունեին, նույն, նրանք ընդհանրական մի հատ բան ունեին, որ 10 էլ բորոտ էին, 10 էլ հեռացված էին հասարակությունից, բորոտությունը նշանակում էր, որ առնվազն 30-50 մետր հեռավորությունից իրենք պարտավոր են գոռալ, որ ես անմաքուր եմ, ես բորոտ եմ, որպեսզի մարդիկ փոխեին իրենց ճանապարհը։ Եվ այս մարդիկ ամենատարբեր ընտանիքներից դուրս եկած մարդիկ էին։ Միգուցե մեկը ձկնորս էր, մեկը հողագործ էր, մեկը վաճառական էր։ Եվ կյանքի մի ինչ-որ պարագայում կտրվել էր այդ թելը, այդ հույսը, այն նպատակը, որ նրանք ամեն մեկը ունեին իրենց առջև դրված։ Նրանք այլևս առաջ չէին նայում։ Նրանք նայում էին իրենց վերքերին, ամեն օր տեսնում էին ինչքան է բարդանում իրենց վիճակը եւ բոլորը հաշտվել էին, որ իրանց վերջնական հանգրվանը դա մահն է։ Իրանք օտարված էին իրենց ընտանիքներից, իրենց նպատակներից եւ ահա մի օր հրաշք է տեղի ունենում։ Տեր Հիսուսը անցնում է այդ վայրով եւ 10-ին էլ բժշկվում է։ 10-ին էլ նա նրանցից ըստ էության լուրջ հավատք չէր ակնկալում, այլ քանի որ ինքը ողորմած էր, բարեգութ էր եւ իր ողորմությունը տարածում էր թե չարերի, թե բարիների վրա, նրանցից արժանահավատության կամ արդարության ինչ որ բաներ չէր ակնկալում Տեր Հիսուսը։ Բոլորին ողորմություն արեց եւ բժշկեց։ Միանգամից 10-ի մեջ էլ արթնացան իրենց վաղեմի թաղած հույսերը, իրենց ակնկալիքը ապագայի նկատմամբ եւ միանգամից զարթնեց դա նորից եւ ասեց ես ոնց որ թե կարող եմ հասնել իմ նպատակին եւ սկսեցին վազել, սկսեցին գնալ, հեռանալ, սկսեցին նորից մտնել այդ մրցակցության մեջ, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Եվ ընդամենը 10-ից մեկը շրջվեց, հետ դարձավ ճանապարհի կեսից, եկավ եւ երկրպագեց։ Եվ Հիսուս ասեց. «Բա ուր են այն 9»։ Թանկագիններ, մենք կարող ենք ասել, որ թե դրանք առաջի դարի պերսոններ էին, ինչ կապ ունեն մեզ հետ։ Բայց բավական է խնդրենք, որ Աստծո լույսը ընկնի մեր սրտերի մեջ եւ մենք կտեսնենք, որ մենք շատ տարբեր չենք ըստ էության այս մարդկանցից։ Ամեն մեկս ունեցել ենք մեր նպատակները, մեր խնդիրները եւ տասնյակ, եթե ոչ 100 անգամ Աստված կատարել է, ողորմություն է արել, հանել է մեզ խնդիրներից։ Եվ արդյոք մենք այդ 9-ի նման չենք վարվել։ Արդյոք շուտ չենք մոռացել եւ չենք սկսել վայելել, վազել այդ օրհնության հետևից, որպեսզի մաքսիմում քաշել, քամել այդ հյութը դրանից եւ վայելել։ Արդյոք մենք էլ այդպեսին չենք եղել։ Եվ Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ մոտենանք նրան մաքուր սրտով։ Ինչպես կարող ենք մենք մաքրել մեր սիրտը, թանկագիներ։ Արդյոք մենք կարող ենք, ունակ ենք դա անելու։ Մենք կարող ենք մեզ փոխել։ Կարծում եմ ոչ։ Կան կամքից ավելի ուժեղ մարդիկ, ովքեր ում կյանքում հաջողվում է ինչ-որ բան, եւ նրանք կարողանում են ընդհանրենք 10 կետանոց սանդղակ է 10-ից 8-ը պահել, բայց այն 2-ում թերանում են։ Եվ դա գաղտնի է, ոչ ոք չգիտի, որ իրանք այդ 2-ում թերանում են։ Բայց իրենք դրոշակ են բարձրացնում եւ մարդկանց վերևից են նայում այդ 8 կետերի վրա եւ ասում են, որ ես հաջողվեցի, ես կարեցա, ես կատարեցի, բայց մոռանում են, որ այդ օրենքի մի կետն էլ խախտողը
համարվում է ամբողջ օրենքը խախտող։ Եվ մենք չենք կարող մեզ փոխել, թանկագիններ։ Բայց կարող ենք անկեղծ լինել, մաքուր սրտով, չէ որ Տերը ասում է, որ երանի սրտով մաքուրներին նրանք կարող են տեսնել Աստծուն։ Ղուկասը նկարագրում է նաև երկու տիպի մարդկանց, ասում է, որ բարի սրտից բարի գանձեր են հանում մարդկանց մի մասը, մի մասն էլ չար գանձեր են հանում իրենց սրտերից եւ չար գործեր են անում։ Տեսեք, երկուսն էլ գանձ են։ Այդ չարերի համար են ինչ որ իրանք ունեն, բանից բարձում է դա իրանց համար շատ լավ գանձ է։ Արժանապատվությունն է միգուցե դա, հպարտությունը, իրենց հաջողությունները, իրենց շահերը, իրենց դիրքը, դրանք այդ մարդու համար շատ լուրջ գանձեր են, որոնք դրսևորվում են հաճախակի իրանց կյանքի մեջ։ Եվ մեզանից ակնկալիքը ես կարծում եմ սա է թանկագիններ, ուղիղ սիրտ ունենալ, մաքուր սիրտ ունենալ սա է, որ Աստծո հետ անկեղծ լինել։ Այն ինչ որ նա ցույց է տալիս, մատնացույց է անում, գցում է իր լույսը մեր ներաշխարի մեջ եւ մենք դա հասկանում ենք, մեզանից սա է պահանջվում, որ չշրջանցենք, որ չարթարանանք, չխաբենք, չցրենք, ուրիշ բաների մասին ուղղությունը չտանենք։ Սա է մեր պոզիցիան, թանկագիններ։ Ես սա եմ հասկացել։ Ես գիտեմ, որ ես ինձ չեմ կարող փոխել, բայց ես գիտեմ, որ Աստված կարող է ինձ փոխել։ Նա ընդհանրապես ակնկալում է մի բան, համաձայնություն, անկեղծություն, որ այն ինչ որ ինքը ցույց է տալիս, դու ասես, որ դա հենց այդպես է։ Առանց արդարանալու, տեսեք, մեր կյանքում ամեն մի կոնֆլիկտ ունի առնվազն երկու տեսանկյուն, եթե ոչ 3։ Երբ որ այդ կոնֆլիկտը լուսաբանվում է ընկերության մեջ կամ այդ վայրում, որտեղ որ ծնվել է, ամեն մի կողմ սկսում է խոսել եւ արդարացնել իր տեսակետը։ Դատական համակարգում էլ այդպես, քաղաքացիական, ամենուրեք այդպիսին է, ամեն մարդ ճիշտ է։ Օրինակ սխալների թիվը կարելի է մատների վրա հաշվել, բայց բոլորը մեր հասարակությունը բոլորը ճիշտ են, բոլորը անխտիր, բայց լիքը անարդարություններ է տեղի ունենում։ Սա նշանակում է, որ բոլորը ճիշտ չեն, որովհետև եթե բոլորը ճիշտ լինեին, այսքան ցավ, այսքան տառապանք, այսքան անարդարություն չէր լինի մեր հասարակության մեջ, մեր աշխարհի մեջ։ Եվ Աստված մեզանից սա է ակնկալում, որ չարթարանանք, չփորձենք իր առջև ճարպկություն ատել։ Դա անիմաստ զբաղմունք է, անիմաստ գործ է։ Մենք միևնույնն է չենք կարող Աստծուն համոզել հակառակը։ Մենք չենք կարող խաբել, չենք կարող շրջանցել։ Այդ մեզ է թվում, որ կարող ենք, բայց իրականում մենք չենք կարող։ Եվ ամենաուղիղ այդ հարցի լուծման եղանակը դա Աստծո առաջ ուղիղ լինելն է։ Դա համաձայնվելն է, դա ասելն է, որ Տեր դու միշտ ճիշտ ես։ Եվ ես համաձայն եմ այն ինչ որ դու ցույց տվեցիր։ Օգնիր, որ ազատվեմ ես այդ խնդրից։ Օգնիր, որ փոխվեմ։ Եվ երբ որ մեր սրտի դրվածքը այսպիսին է, տեսեք, Եզեկիելը ինչքան գեղեցիկ է նկարագրում 36:25-ում, եւ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ ու պիտի մաքրվեք։ Ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարեղեն սիրտը ու ձեր մեջ մարմնեղեն սիրտ պիտի դնեմ։ Տեսեք, սա նույնպես Աստծո մենաշնորհն է։ Նա է փոխում մարդուն։ Նա է հրեշից հրեշտակ դարձնում։ Նա է մեր մեջ կերտում այդ նոր մարդու բնությունը,
որը բոլորովին ուրիշ ճաշակ ունի, որը աստվածային ճաշակ ունի, ձգտում է նրա արդարությանը, ձգտում է նրա առջև այդ բարեհաճ կեցվածքը։ Մեր հին մարդու մեջ չկա դա, մեր հին մարդի մեջ Աստծուն հակառակ բնույթ գոյություն ունի։ Եվ Աստված ցանկանում է, որ մենք ուղիղ լինենք իր հետ, մաքուր սրտով, տեսեք Տիտոսը ինչ է ասում, բայց երբ մեր փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծնունդ տալով, ավազանի միջոցով սրբելով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ, որ առավելությամբ մեզ վրա թափեց մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։ Թանկագիններ, սա Աստծո մենաշնորհն է, մեր գործը համաձայնվելն է, մեր գործը նրա առջև ուղիղ լինելն է, մեր գործը չհակառակվելն է, մեր գործը չշրջանցելն է։ Մենք հեռացնում ենք այդ գործընթացը, այդ ճանապարհը, երբ որ փորձում ենք արդարացնել մեզ եւ շրջանցել։ Դա ի վնաս մեզ է աշխատում։ Դա մեր շահերից չի ելնում։ Այսօր քաղաքականության մեջ կարծես ամեն պետություն փորձում է ամրագրել ամեն մի փաստաթղթի տակ իր շահը։ Այստեղ Այդ ինչ որ ես ասեցի, մեր շահից չի բխում, եթե մենք փորձում ենք շրջանցել, արդարացնել մեզ։ Մեզ պետք է ուղիղ լինենք Աստծո առջև, եթե ուզում եք օգտվել այդ մեծագույն գործից, այդ ճանապարհից, այդ վերջնական հանգրվանից, որ Տեր Հիսուս Քրիստոսը բացեց ամեն մեկիս համար, այդ ճանապարհին մեզ համար խոչընդոտ է, երբ որ մենք ուղիղ չենք Աստծո հետ, երբ որ մաքուր չէ մեր սիրտը, մեր ներաշխարը, դրան հասնելու ճանապարհը ապաշխարությունն է, զղջումն է եւ ուղիղ սիրտ ունենալն է։ Սրանք միմյանց հետ կապված են թանկագիններ։ Ապաշխարությունը օրինակ սա, երբ որ դու ասում ես, որ Տեր դու ճիշտ ես ասում, խնդրում եմ օգնիր ինձ։ Ընդհանրապես սա է պետք։ Թանկագիններ, երբեմն մենք շատ ենք բարթացնում, ասում ենք, որ չէ, դրա համար տարիներ է պետք, ամիսներ է պետք, չգիտեմ, չարչարվել է պետք, ինքնախոշտանգում է պետք, ոչինչ պետք չէ, թանկագիններ։ Ոչ թե դա անարժեք մի բան է, դա անգին մի բան է։ Աստծո կատարած ցանկացած գործ անգին աշխատանք է, անգին արժեք ունի։ Դա դու չես կարող վաստակել դրա գինը։ Այդ պատճառով Աստված մատչելի դարձրեց։ Իր շնորհը բավարարեց այդ ամեն ինչը, իր բնույթը բավարարեց, դա անարժեք բան չի, դա անգին բան է, դա անհասնելի բան է, բայց Աստված մատչելի դարձրեց, հասանելի դարձրեց մեզ համար, որ մենք կարողանանք օգտվել, գալ այդ շնորհած գահի առջև։ Երկրորդը դա ճշմարիտ սրտով հավատքի կատարյալ վստահությամբ, տեսեք, անմիջապես 11-րդ գլուխը հենց այս բաժնի շարունակությունն է, թե ինչ նկատի ունի այդ հավատքի կատարյալ վստահություն ասելով Սուրբ Գիրքը կամ հեղինակը։ Եվ բավական է մենք ընթերցենք այս մարդկանց կյանքը եւ կտեսնենք ինչի նկատի ունի։ Այս մարդիկ ամեն մեկը մի հատ ուղերձ փորձեցին հաղորդել մեզ հաջորդ սերնդին։ Աբելով է սկսվում։ Նա ինչ արեց։ Ամենալավը զոհաբերեց Աստծուն։ Եթե Աբելին ասենք, այդ հավատքի կատարյալ դրսևորումը քո կյանքում ո՞րն էր, Աբել։
նա կասեր ամենաթանկը, ամենալավը Տիրոջ զոհաբերելն էր իմ հավատքի դրսևորումը։ Եթե Ենովքին ասենք, Ենովք, ո՞րն էր քո գաղտնիքը, այդ հավատքի դրսևորումը ո՞րն էր քո կյանքում, նա կասեր իմ կյանքի նպատակն էր հաճեցնել Աստծուն քայլելով նրա հետ։ Սա էր Ենովքի հավատքի դրսևորումը։ Եթե Նոյին ասենք, ո՞րն էր քո հավատքի դրսևորումը, թերևս նա կասեր հնազանդությունը եւ արդարություն քարոզելը։ Եթե Աբրահամին ասենք, ո՞րն էր քո հավատքի դրսևորումը, նա կասեր անվերապահ նվիրվածությունը եւ վստահելը Տիրոջը։ Մենք շատ հեշտ կարողանում ենք կարդալ այս մարդկանց կյանքի պատմությունը, ասում ենք դե Աբրահամը Աստծո հրամանին արձագանքեց եւ դուրս եկավ այդ ուր քաղաքից։ Եվ մենք տեսնում ենք, որ Աբրահամը բավականին կայացած մեկն էր, բավականին հարուստ, նա շատ հովիվներ ուներ, անասուններ ուներ, տուն ուներ, հարմարավետություն ուներ, համբավ ուներ, հեղինակություն ուներ, հաշգանք ուներ, բայց փնտրտուք ուներ առ Աստված։ Նա տեսնում էր, որ այն մշակույթը, այն բարքերը, որ կային, չէր բավարարում իրեն, եւ իր սրտի մեջ այդ վակումը տեսնում էր, որ չի լցվում, եւ նա փնտրում էր ամենակարող Աստծուն։ Եվ մի օր այդ ամենակարող Աստվածը տեսնելով նրա փափագը ասեց, որ դուրս արի այդ քաղաքից եւ ես քեզ համար նոր ուղի ունեմ սահմանած։ Մենք ասում ենք դե Աբրահամը լսեց եւ դուրս եկավ։ Թանկագիններ այն ժամանակ չկային GPS քարտեզներ։ Ինքը աշխարհագրությունը հենց 5 մատի պես չգիտեր ինչ բարքեր կան իր հարմար տեղում գտնված այդ ազգային մշակույթներից այն կողմ։ Ինքը հաստատ խնդիրներ ուներ, իր ծառաները, իր կենդանիները, ի վերջո իր կնոջը համոզելը կարծում եմ այդքան էլ հեշտ չէր, որովհետև ամեն ինչ նորմալ է, ինչ ես ուզում ինձանից, կարող էր չէ Սառան այդպիսի հարցադրում անել, մենք գնում ենք ուր Աբրահամ ջան, դեպի անորոշություն, ուր ենք գնում մենք, բայց Աբրահամի սիրտը վառվում էր, նա վստահում էր, գիտեր, որ նա որ ասել է, կարող է նաև կատարել իր կյանքի մեջ, կարող է հասցնել այդ հանգրվանը, այն խաղաղության վայրը, այն խոստման երկիրը, որտեղ ինքը հանգստություն կգտնի, որտեղ ինքը Տիրոջ հետ ավելի մտերիմ կլինի։ Եվ նա հետևեց, եւ Աբրահամի կյանքում դա անվերապահ նվիրվածություններ, վստահություններ ասուն, անգամ իր որդու այդ փորձությունը նա հավատում եւ վստահում էր, որտեղ գրված է հենց նույն Եբրայեցիների գրքի մեջ, որ նա հավատում էր, որ Աստված այդ մոխիրներից, այդ մեռելներից էլ հարություն կտա, որովհետեւ նա խոստման որդի է։ Պատկերացնում եք ինչքան մեծ հավատք է ունեցել այս մարդը։ Մովսեսին եթե հարցնենք, նա կասի ես նախընտրեցի Աստվածայինը, Աստծո հետ, նրա ժողովրդի հետ չարչարվելը ինձ համար ավելի բարձր արժեք է, քան այս ժամանակավոր զվարճությունները։ Եվ նա ընտրեց այդ ուղին, որովհետև տեսնում էր եղծանելի այդ քաղաքը, տեսնում էր փառքը, տեսնում էր արքայությունը, տեսնում էր այդ հավիտենական ժառանգությունը։ Նաև սրանք այն պերսոններն են, ովքեր տեսանելի փայլեցին, Դավիթի մասին է գրված, ովքեր ըստ էության բացի Աբելից փառավոր հաղթանակ ընթացք ունեցան, բայց նաև մի մարդկանց զանգվածի մասին է խոսում, ովքեր շատ անփառունակ ավարտ ունեցան իրենց կյանքի մեջ, մարդկային աչքերով անփառունակ։ Սրանք հավանաբար մարդիկ են, ովքեր հալածվեցին, չարչարվեցին, ովքեր տանջվեցին, գրված է
տանջանքների ենթարկվեցին, մերժվելով ազատություն ձեռք բերել, որպեսզի ավելի լավ հարության հասնեն։ Ուրիշները նախատինքների եւ ծեծերի, անգամ կապանքների եւ բանտերի մեջ փորձվեցին, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, ոչխարի ու այծի մորթով շրջեցին, հալածանք, չարչարանք կերան։ Եվ զարմանալի է սրանց գնահատականը։ Սրանք նույնպես մարդիկ են, ովքեր տարբեր պետություններում մեր մեջ էլ կան, չէ՞, մեր 21-րդ դարի մեջ կան երկրներ, որտեղ ահավոր սպառնալիք է քրիստոնյա լինելը, իսկական քրիստոնյա լինելը, եւ նրանք տանջվում եւ չարչարվում են եւ նահատակվում են։ Շատ հեռու չգնանք կոմունիստական ժամանակաշրջանում 30,000-ից ավել քրիստոնյաներ խոշտանգվել եւ չարչարվել եւ նահատակվել են։ Եվ տեսեք երկինքը ինչպիսի գնահատական է ասում, սրանք նույնպես հավատքով արդարացված եղող մարդիկ են, հավատքով հաղթանակած մարդիկ են, եւ երկնքի գնահատականը սա է, որոնց արժան չէր այս աշխարհը։ Այսինքն, եթե կշերքի մի նժարի մեջ դնեին աշխարհը եւ իր արժեքային համակարգը եւ մյուս նժարի վրա դնեին այս մարդկանցից յուրաքանչյուր մեկին, Աստծո ամենագիտությունը եւ արդարադատությունը միանգամից ավելի ծանր կտեսներ նրանց։ Այսինքն այն մնացածը, որ շատ շլացնող է, երևացող է, միանգամից կբարձանար վերև եւ այս յուրաքանչյուր անհատը իր արժեքային համակարգով ավելի ծանր կգտնվեր։ Սա է ասում Սուրբ Գիրքը։ Թանկագիններ, մեզ հարկավոր է, որպեսզի անվերապահ կերպով, մաքուր սրտով, հավատքի կատարյալ վստահությամբ մոտենանք այդ շնորհած աթոռին։ Նա ամեն բան կատարել է մեր կյանքի մեջ։ Մեզ պետք է վստահենք անկեղծորեն, առանց ծանր ու թեթև անելով, առանց մեր շահը արանք խցկելով, այն ինչ որ Աստված ասում է, դա այո եւ ամեն է մեր կյանքի համար։ Այն ինչ որ ինքը մեր առջև բերում է, դրան պետք է անվերապահ այո եւ ամեն ասել, հավատալ նրա ամեն մի խոսքին, հասկանալով, որ դա լավագույն տարբերակն է մեզանից ամեն մեկի համար, որ ամենալավ բանը, որ երբևիցե մենք կարող ենք ունենալ եւ հասնել, դա Աստծո կամքին համահունչ կերպով քայլելն է եւ առաջ շարժվելն է։ Ես ուզում եմ թանկագիններ, որ այս ամենը մենք խորհելով շուտ մոռացության չմատնենք, այլ մտածենք այս ամեն ինչի մասին, հասկանանք ում հետ գործ ունենք, հասկանանք, որ շատ աներևակայելի, շատ մեծ արժեքների հետ գործ ունենք, հասկանանք, որ բարձրյալ Աստծո հետ գործ ունենք, հասկանանք, որ այդ դուռը բաց է։ Թանկագիններ, երանի թե հասկանանք, ինչ առանձնաշնորհում է տվել Աստված մեզ, ինչ մենաշնոր է տվել մեզ, ինչ այդ կա ֆանտաստիկայի ժանրի մեջ, չէ, ինչ որ ժամանակի պորտալ, որ դու կարող ես հատես անհնարին տեղ միանգամից հայտնվես, Քրիստոսի կատարածը հենց սրա մասին է խոսում։ Մի բան, որ միշտ ծածկված է եղել, պաշտպանված է եղել, հիմա բաց է, հիմա շնորհի ժամանակաշրջանն է, եւ Աստված ուզում է, որ իր զավակները ամեն օր գան իր դռները, հայրմերի մեջ մենք ասում ենք մեր ամեն օրվա հացը տուր, ամեն օր Աստված հաց ունի ամեն մեկիդ համար, եւ նա ուզում է, որ մենք գնանք իր դռները, իր սրահները եւ մեր օրվա բաժինը առնենք եւ վայելենք Աստծո ներկայությունը, նրա կամքը ամուր բռնենք, նրա խոսքը, նրա պատգամը եւ փորձենք ապրել այնպես, ինչպես նա է կամենում։ Մեր ամենամեծագույն կանչվածությունը դա նրա վկան լինելն է, թանկագիններ։ Մենք կանչված ենք, որպեսզի մեր շրջապատի մեջ Քրիստոսի լավագույն վկան լինենք։
բերեք օգտվենք այս ամեն ինչից, որ այնքան մատչելի դարձրեց մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսը, օգտվենք եւ մեր ժամանակը չվատնենք։ Մենք երկրի վրա հավիտյանս չենք ապրելու։ Երբ որ մեծանանք, շատ ենք ափսոսալու, ասելու ենք միթե նա արժան էր, որ այդքան կիսատ պրատ յոլա գնալով ժամանակ անցկացնեինք նրա հետ։ Նա արժան է, նա տվեց մինչև վերջ իրեն, իր կյանքը, իր արյան վերջին կաթիլը եւ արժան է, որ մենք էլ նվիրվենք նրան։ Նա մեզանից մեր արյունը եւ վերջին կաթիլը չի ուզում։ Նա ասում է, որ ինձ հետ եղեք։ Նա ասում է, որ ինձանից սովորեք։ Բերեք այդ ճանապարհը ընտրենք եւ վազենք դրա հետևից թանկագիններ։ Վաղը ուշ կլինի։ Այսօր է այդ ժամանակը, այդ վերափոխման, բարեփոխման ժամանակը։ Նա ամեն հնարավորություն տվել է մեզ եւ հավիտյան թող մեծարվի եւ օրհնվի նրա անունը։ Խնդրում եմ բարձրանանք ոտքի եւ աղոթքով գանք Տիրոջ առջև։ Մեր ողորմած եւ բարեգութ Աստված, մենք մեծարում ենք քեզ, մեր գոհունակությունն ենք հայտնում եւ ասում ենք, որ փառք ես, որ դու գտար մեզ, որ կանչեցիր մեզ Տեր, որ փրկեցիր, որ արդարացրիր քո որդովդ, որ մեզ նոր մակարդակի մեջ դրեցիր Տեր, արդարների եւ սուրբերի մակարդակի մեջ Տեր։ Շնորհակալ ենք քո ամեն մի կատարած գործի համար, այդ ուղու համար, այդ վարագույրի համար, որ դու բացեցիր քո կյանքովդ, քո մարմնովդ Տեր։ Փառք ես այն խավության համար, որով դու մեզ արդար հռչակեցիր Տեր ամենակարող Հայր։ Փառք ես որդիական կոչման համար Տեր, որ մենք երբեք չէինք կարող հասնել դրան, եթե չլիներ քո ողորմությունը, քո սերը, քո հոգատարությունը Տեր ամենակարող Հայր։ Օգնիր, որ հասկանանք մենք սա Տեր։ Օգնիր այս թանկ մարդկանց, ով ամենակարող Հայր։ Բացիր մեր մտքերն ու սրտերը Տեր, որ մենք հասկանանք եւ վազենք դեպի քեզ Տեր, որ գնահատենք այն պահերը, այն ժամանակը, որ մենք ունենք, փորձենք մաքսիմալ շատ անցկացնել քո մեջ, քո տանդ մեջ Տեր, քո գործերիդ մեջ, քո կամքիդ մեջ, քո նկատմամբ ճանաչողության մեջ Տեր ամենակարող Հայր։ Դարձրա մեզ քո սրտի ուզած եւ մենք կդառնանք Տեր։ Մեր սիրտը նորոգիր եւ մենք նորոգված կլինենք Տեր։ Օգնիր, որ մենք չհագարակվենք քեզ Տեր, այլ ընտրենք քո ուղին, քո հաճությունը, քո կամքը Տով ամենակարող Հայր։ Խնդրում եմ, որ դու օրհնես այս մարդկանց, զորացնես իրանց ընտանիքը, իրանց կյանքը, իրանց ապագան Տեր։ Օրհնիր դու այս եկեղեցին եւ փառավորվիր եւ մի փարոզ դարձրու Տեր այս շրջապատի մեջ, այս հասարակության մեջ, որ շատ-շատերը գան եւ շնորհ եւ ողորմություն գտնեն քո մեջ Տեր, քո տանդ մեջ, ով ամենակարող Հայր։ Թող հավետ մեծարվի օրհնյալ անունդ քո Սուրբ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։